Սիրելի բարեկամներ, ողջունում ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա Status Quo հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մենք հյուրընկալել ենք քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանին։ Հայկ, ողջունում ձեզ։ Բարի ձեզ։ Հարցս հետևյալն է. այնինչ որ մենք տեսնում ենք, այնինչին որ մենք ականատես ենք լինում այսօր Հայաստանի ներսում, կարծեք իշխանությունը հատում է հնարավոր բոլոր կարմիր գծերը, բոլոր սահմանները։ Սա անում է, որովհետև ինքը հայտնվել է հոգեվարքի մեջ, այլևս անզորության նշան է, թե հակառակը շատ ավելի լավ է տիրապետում իրավիճակին եւ սա շատ խորը, սառը հաշվարկած քայլեր են։ Սկսեմ սկզբից, նախ թույլ տվեք մի պահով միայն չհամաձայնել, այս իշխանությունը չի հատում ոչ մի կարմիր գիծ։ Այս իշխանությունը հատել է մեկ կարմիր գիծ, դա եղել է նոյեմբերի 9-ի 2020 թվականի։ Դրանից հետո արդեն կարմիր գծեր չկան։ Կարմիր գիծը լինում է մեկ հատ։ Դու այն անցնում ես, եթե դրանից հետո էլի կարմիր գծեր կան, ուրեմն ոչ մեկն էլ կարմիր գիծ չի կամ առաջինը չէր։ Այդ կարմիր գիծը հատելուց հետո, եթե ինքը մարսել է, կարմիր գիծ հատելը, կարմիր գիծը հայերի մեջ դարձել է ինչ-որ վերացական մի արտահայտություն, բայց ինչ է կարմիր գիծը, դա անթույլատրելիության վերջին սահմանն է։ Այսինքն, եթե դու հատում ես այդ գիծը, փոխվում է ամեն ինչ։ Եվ դրա համար կամ պիտի լինի պատասխանատվություն, պատասխանատվության կրում, կամ պիտի լինի ամենաթողություն, թողտվություն, եւ երկուսից հետո էլ գործընթաց է։ Նոր գործընթաց եւ նոր իրականություն, կարմիր գիծը հատելուց հետո միշտ լինում է նոր իրականություն։ Կամ դեպի լավ, այսինքն կարմիր գծից հետ է շպրտվում ամեն ինչ հետ եւ այնպես է արվում, որ կարմիր գիծ այլևս չհատվի, կամ դրանից հետո արդեն էլ չկան ոչ մի գծեր։ Հիմա քանի որ այս իշխանությունը հատել է եւ այս ժողովուրդը թքած է ունեցել այդ կարմիր գծի վրա, դրանից հետո կարմիր գծեր չկան։ Կա, ինչպես դուք ասեցիք շատ ճշգրտորեն, կա ամենաթողության իրականություն եւ սա կան ընդամենը հանգրվաններ, այսինքն կան ընդամենը կետեր, որոնց հասնում է այս իշխանությունը հաջորդ կետին հասնելուց առաջ։ Հետո հասնում է հաջորդին, մինչև կհասնի վերջակետին։ Վերջակետը շատ մոտ է եւ գնում ենք դեպի վերջակետ։ Մեր վերջակետը թե իշխանության վերջակետը։ Չէ, մեր ասելով, չգիտեմ իմ եւ ձեր վերջակետը թե չէ, բայց այս ժողովրդի վերջակետը, այս երկրի վերջակետը եւ այս ազգի վերջակետը։ Եվ այդ կետերի հանգրվանները բոլորը գծված են, այդ կետերը դրված են ճանապարհի վրա Թուրքիայի, Ադրբեջանի կողմից եւ վավերացվում եւ աջակցվում են Ռուսաստանի կողմից։ Մնացած ամեն ինչ հեքիաթներ են, դատարկախոսություններ են, դատարկաբանություններ են։ Հայկ, ես իհարկե բնական է իմ մոտեցումները հիմա շատ չեմ ուզում չարաշահելով հաղորդման հեղինակի այդ իրավունքը ասել, ուղղակի սենց մի բան եմ ես լսել, որ դուք նշեցիք Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան։ Կա հակադիր կարծիք, որ սա թուրք-բրիտանական դավադրություն է եւ մենք մտել ենք այդ փուլը, որտեղ Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանը ստեղծության հանում է եւ ամբողջությամբ Թուրքիայի եւ Բրիտանիայի ազդեցությունն է բերել։ Տեսեք Գեորգ, թույլ տվեք էլի մի փոքրիկ հանգամանքի հետ չհամաձայնել, թեև այստեղ չեմ համաձայնում ոչ թե ձեզ հետ, այլ ձևակերպման հետ, որտեղ վստահ եմ։ Դա իմ կարծիքը չի։ Գիտեմ, երկուսս էլ գիտեմ, որ նույն կարծիքին ենք, այո։ Հետևաբար ձևակերպման հետ թույլ տվեք չհամաձայնել։ Այդպիսի կարծիք գոյություն չունի։ Գոյություն ունի այդպիսի ռոպագանդիստական գործիք։ Գործիքը կարծիք չէ։ Գործիքը կարծիք ձևակերպելու գործիք է։ Եվ կամ համոզմունք ձևակերպելու եւ այդ գործիքով մտածել չկարողացող զանգվածների մոտ եւ նրանց գլուխը, քանի որ բավական ազատ տեղ ունի, լցվում է այդ մտքով, հատկապես նորից թարմացել են հակաբրիտանական տեսությունները, թեզերը, որոնք ունեն զտարյուն ռուսական ծագում եւ ունեն 100 տարուց ավելի պատմություն ռուս-բրիտանական դարավոր թշնամության հանգրվանն է հերթական եւ ռուսները ինչ անում են պիտի գցեն ուրիշների գրպանը եւ ուրիշների վրա եւ իրենց ամենահարմար բարթելու բոբոդյադյան
Դա երկու բոբոջազաներ կան հիմնական, մեկը Բրիտանիան է, մյուսը Սորոսը։ Եվ այս տարերով ինձ համար գիտեք մարդիկ հաճախ վարկյանական բնորոշում են ստանում, եթե անգամ չեմ ճանաչում, եթե մեկը բերանը բացում է եւ ասում է բրիտանացիներն են սա անում, սրա հետո կանգնած կամ սորոսական Նիկոլը կամ սորոսականներն են սա, ինձ համար այդտեղ ավարտվում է այդ մարդու որակական պատկերը, այսինքն ես արդեն գիտեմ ում հետ գործ ունեմ։ Իրականությունը այն է, որ Բրիտանիան առաջին հերթին ամենևին Հայաստանի թշնամի պետություն չէ, ամենևին Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակիցը չէ, առևտրային հարաբերությունների մեջ է, տնտեսական հարաբերությունների մեջ է որոշակի Ադրբեջանի հետ, բայց այդպիսի նույնպիսի հարաբերությունների մեջ է նաև Պակիստանի հետ, Պակիստանի արյան թշնամի Հնդկաստանի հետ, երկուսի հետ խնդիրներ ունեցող Բանգլադեշի հետ եւ այլն Բրիտանիան այլևս վաղուց համաշխարհային տերություն չէ, բայց Բրիտանիան տերություն է, լուրջ պետություն է, որը ունի լուրջ խնդիրներ այսօր իր երկրի ներսում, իր տնտեսության, իր քաղաքական կյանքի հետ կապված եւ ինքը զբաղված է այդ խնդիրներով։ Բրիտանիան որևէ հակահայկականություն չունի, ընդհակառակը ասեմ ավելին, ինձ իհարկե մեղադրել են եւ հիմա այս խոսքերից հետո կսկսեն նոր թափով մեղադրել բրիտանական իրենց բառերով ասեմ շպիոն իտարով, Շպիոն չեք։ շպիոն չէ, շպիոն։ Շպիոն չեք։ Ես Չէ, ինձ էլ են ասել, այն ժամանակ ամերիկյան շպիոն է, հիմա ռուսական շպիոն եմ։ Չգիտեմ, այդ մեղադրանքին արդյոք արժի անգամ պատասխանել, թե չէ, այնքան տխմար, անուղեղ, հիմար մեղադրանքներ են դրանք, որ այնքան անլուրջ են վերաբերվում այդ մեղադրանքներին, որ վստահ եմ դուք էլ այդ մեղադրանքներին չեք պատասխանում։ Հասկանա, ուղղակի ես իհարկե մի քիչ կարող շեղվում ենք, բայց այս շպիոնամանիան կար նաև սովետական տարին, այդտեղից է գալիս։ Դա ռուսական KGB-ի, սովետական, այո, ներդրածն է, եւ դա գալիս է նախաստալինյան ժամանակներից, բայց կատարելության հասվեց Ստալինի կողմից, որտեղ ռեպրեսիաների համար պետք էր շպիոններ գտնել։ Հիմա մենք ապրում է դարերում, հետո ինչ ենք անում, մենք ոնց ենք Չվդալա լրիվ ոչ մի բան չենք անում, ինչ պիտի այս ժողովուրդը ինչ կարող է անել, որ դա անի, պիտի հասկանա, կամ պիտի դա վերլուծի, կամ իրեն հեշտ բանը գցում են, ինքը այդ սնունդը միանգամից վերցնում է եւ վերջ։ Այսինքն այդ շպիոնամանյան բանը դա հիվանդ բաներ են այդ բաները, այսպես, բայց արի ուտես, որ արմատակալած են։ Հիմա իրականում Բրիտանիայում կա լուրջ փոփոխություն հոգուտ Հայաստանի մոտեցման։ Այսինքն եթե առաջ անտարբեր էին, խիստ անտարբեր էին, ընդհանրապես չէին զբաղվում, ոսկեղենիկ հայերենով ասած բրիտանական քաղաքականությունը թքած ուներ Հայաստանի գործոնի վրա, կա Հայաստան, չկա Հայաստան, ընդհանրապես ոչ դրական էին հատուկ զբաղվում, ոչ բացասական, ապա հիմա ես քաղաքական գործիչների հետ շփումներից բրիտանացին, որոնք բարձրաստիճան քաղաքական գործիչների, պետական գործիչների հետ հստակ տեսնում եմ լուրջ մտահոգություն Հայաստանի ապագայի համար։ Սա չեն ընկալելու Հայաստանում, որտեղ բրիտանացիները շատ վատ են իրենց գովազդելու հարցում, շատ վատ են իրենց իրական դրական դիրքորոշումը ցույց տալու հարցում, անասելի թերանում են այդ հարցում, բայց իրականությունը դա է։ Բայց մյուս կողմից այնպես չի, որ բրիտանացիները քնում արթնանում են եւ մտածում են Հայաստանը փրկելու մասին, որտեղ Կամ կործանելու մասին։ Հա, չէ, կործանելու մասին բնականաբար։ Չէ, որտեղ այդպես է, չէ, որ բրիտանացիները այդ նույն ռուսական նարատիվը դա է, որ ռուսական նարատիվը, այո, դա է, որ բրիտանացիների կյանքի նպատակն է Հայաստանը ոչնչացնելը, որպեսզի իրենք հանգիստ իշխեն Բրիտանիայում եւ ապրեն։ Ու հայերի նարատիվներն են, որ կանոնում են, բայց չի ստացվում, չեն կարողանում։ Դե չեն կարողանում։ Հայք, այն ինչ որ դուք ասում եք դրա համար պետք է այլընտրանքային որակյալ քաղաքական էլիտա եւ ընդհանրապես մենք ունենք որակյալ ինտելեկտուալ այս մասսա, ինչ-որ մի շերտ, որը կարող է ենթադրենք ինչ-որ մի հրաշքով քայլ անել եւ փորձել պարադիգմա փոխել։ Գևորգ, մենք որակյալ արհեստավորներ անգամ չունենք։ Հայաստանում ոչ մի որակյալ բան չկա։ Հայաստանում այսպեսի մի անուղեղ զանգվածային մոտեցում կա, չէ՞, այս ապրանքը հայկական է, տեղական արտադրանքի է, տեղական սնունդ է, մաքուր է արեմ։ Ես փախնում եմ այդպիսի արտադրանքից։ Որտեվ ես գիտեմ, թե դա ինչ որակ է, ես գիտեմ, թե մոտեցումը եւ հոգեբանությունը ինչպիսին է եւ ինչպես են փող բռնելու համար, ոչ թե փող աշխատելու, այլ փող բռնելու համար անում ամենացածր որակի արտադրանք, ամենացածր որակի աշխատանք։ Արհեստավոր չկա, որ գա քո զուգարանի խողովակը նորմալ նորոգի։
այդ փնթիագույն աշխատանքը, որ անում են իրենց ժամերը գնահատելով ամերիկյան ժամավճարից ավել եւ ամեն րոպեի համար համարում են, որ պիտի ավելի վատ աշխատեն, որտեղ հավելյալ րոպե են ծախսելու, եթե ավելի լավ աշխատեն։ Սա խայտարակություն է, ինչ էլիտայի մասին է խոսքը։ Ինչ էլիտա։ Այսինքն անհատներ առավելագույնը 5 հոգի, այո, այս 9 միլիոնանոց ժողովրդի մեջ եթե 9 միլիոն է, իսկ ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ընդամենը մի 3 միլիոն է։ 2 միլիոն մաքսիմում առավելագույնը Հայաստանում, 1 միլիոն առավելագույնը Սփյուռքում։ Այդ Լոս Անջելեսում հայերեն ազգանուն կրող, հայերեն խոսող կամ Սարատովում կամ Մոսկվայում ապրող հայերի մեծագույն մասը դժվար թե իրենց բնորոշեն որպես հայ, եթե բոլոր ազգային ինքնության կրիտերիաները դնես իրենց առջև։ Այո, թեկուզ ես 3 միլիոնի մեջ, երևի թե 3 հոգի, 5 հոգի կա, այդ թվի մեջ ինչ ասեմ, անուններ տամ, թե չտամ։ 2 հոգին հիմա այս պահին երևի նստած են ստուդիայում, համարենք մեծամիտ փաստի իրական արձանագրում, կամ մեծամիտ արձանագրում, բայց ճշմարիտ ճշգրիտ արձանագրում, եւ դրան կարող եք գումարել եւս մի քանի հոգու, որոնք այս ստուդիայում չեն, եւ վերջ։ Հայք, եկեք վերադառնանք մեր ոչխարներին, ինչպես ասում են ֆրանսիացիները։ Այն ինչ որ այսօր տեղի ունենում, նախընտրական տրամաբանության մեջ հասկանանք, մի քանի սցենար են պտտեցնում, այսպես ասած։ Մեկը, որ եկեղեցու վարկանիշը բարձր է, Նիկոլ Փաշինյանը վախենում է այդ վարկանիշից։ Երկրորդը, որ Փաշինյանը ըստ էության կատարում է Ալիևի հրահանգները, սա եւս մի տարբերակ է։ Երրորդը, որ իրեն պետք է նոր թիրախներ, քանի որ կարծեք թե Քոչարյանով միայն վախացնելը բավարար չէ, այդպես պետք է բոբոներ գտնել։ Դրանցից մեկը կարող է լինել Քոչարյան, Սամվել Կարապետյան, կաթողիկոս, այսպես մի եռամիասնություն, որ ավելի իր կարծիքով ավելի հնարավորություն կտա ուժեղացնել այդ անդիմադիր չար անդիմադիրի կերպարը, որ ինչ է կատարվում այսօր։ Այդ ձեր ասած այդ կարմիր գծերը հատել ենք, հիմա գնում ենք դեպի անդունդ, այդ անդունդի անկման ճանապարհը, ինչի է, այս ինչ ճանապարհ։ Թերևս ձեր նշած բոլոր հանգամանքները բացի առաջինից, իսկ այդ բացառությունը կայանում է նրանում, որ եկեղեցու հեղինակությունը ամենևին բարձր չի։ Եկեղեցու հեղինակությունը ցավալիորեն եւ շատ ողբերգականորեն շրիշակից էլ ցածր է։ Մաքուր հայերենով ասած պլինտուսից էլ ցածր է։ Եվ դրանում մեղավոր է եկեղեցու ղեկավարությունը եւ եկեղեցին ինքը որպես հաստատություն, որովհետեւ հարցումներում մի քիչ այդքան էլ այդպես չի։ Եկեղեցին բավականին, ինչպես օրինակ պաշտպանության ոլորտն, ասենք, ինչ է արել եկեղեցին, որ բարձր հեղինակություն։ Ոչ մի բան, որևէ բան չի արել, բայց հեղինակությունը մնում է բարձր։ Ենթադրենք ոստիկանությունը շատ բան չի արել, բայց վստահություն կա ոստիկանության նկատմամբ, որոշակի կա, իսկ ավելի բարձր, քան Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հանդեպ, այսպես ասեմ։ Բայց ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի գործիքն է, հետեւաբար մենք գալիս ենք այն պահին, որ հակատրամաբանական են։ Ինստիտուտների հանդեպ կան նման հարցումներ, գիտեք, ինստիտուտների առանձին ինստիտուտներ են։ Ես չգիտեմ էլ ինչ հարցում են, չեմ էլ վստահ։ Եվ այլն, չէ, դրանք հետաքրքիր բաներ են, ընդհանրապես կոռուպցիայի ընկալում կա, ենթադրենք, որտեղ են ավելի շատ կոռուպցիա տեսնում։ Բանակում, ոստիկանությունում, հիվանդանոցներում, չգիտեմ, այս կամ դա որոշակիորեն եկեղեցին ունի վարկանիշ։ Վերադառնամ ձեր հարցի պատասխանին, եկեղեցին ցավոք սրտի դավաճանել է իր առաքելությանը, չի զբաղվել քաղաքականությամբ եւ դա հանցավոր որոշում է, բայց իրան մեղադրում են զբաղվելու համար։ Դե հենց այդ է, որ այս զանգվածին պիտի այդ մակարդակի մեջ բան անեն, սնունդ տան եւ այդ են տալիս, ասում են չպիտի զբաղվել քաղաքականությամբ։ Մինչդեռ եկեղեցու պարտքն է, պատմական առաքելությունն է զբաղվել քաղաքականությամբ եւ հատկապես այնպիսի իրավիճակում, երբ երկիրը եւ ազգ եւ ժողովուրդը կորում է, ուր է եկեղեցին։ Եկեղեցին ինչ է արել։ Կաթողիկոսի 2 ողորմելի հայտարարությունները, մի անգամ 2020 թվականին հրաժարականի մասին, երկու անգամ էլ քարոզների մեջ, ասենց վախվորած կսմթելով կողքից առանց անուն տալու, բան ասենց ու հիացական ծափ են տալիս նայում սա է։ Այս կաթողիկոսն է մեղավորը նրա, որ ինքը թիրախավորվում է, եւ այս եկեղեցին է մեղավորը նրա, որ եկեղեցու ինստիտուտը եւ այդ բարձր կարեւոր երևույթը այսօր ոչնչացման արժև է կանգնած այս ռեժիմի ձեռքով, որտեղ իրենց այդպես են պահել, որ դարձել են խոցելի։ Այսինքն դուք գտնում եք, որ ուզում է ռեժիմը ուզում է ոչնչացնել։ Միանշանակ։ Հիմա նախընտրական այո,
Ես չեմ կարծում, որ ռեժիմը շատ մտահոգված է ընտրություններով, որտեղ արդեն Հայաստանում իմ անձնական խորին համոզմամբ հաստատված է լիակատար բռնատիրություն, մենք դրան ականատես ենք լինում վերջին օրերին հատկապես դրա դրսևորումներին։ Մեկ, երկրորդ հերթին այս ռեժիմը միևնույն է հաղթելու է ընտրություններում, ոչ թե նրա համար, որ ինքը լավն է եւ իրեն ձայն են տալու, այլ երկու հանգամանք։ Առաջինը Հայաստանում մշտապես հայ ժողովուրդը քվեարկում է ինչ ուզում է ասեն, մեծ զանգված քվեարկում է իշխանության օգտին, ով էլ լինի այդ իշխանությունը։ Վաղը ես լինեմ երկնքից ընկնեմ իշխանության գլուխ, ինձ են գալու քվեարկելու։ Այսօր եթե իմ տեխնացությունը լինի, չի կարող լինել իմ տեխնացությունը, բայց տեսականորեն եթե լինի կամ ձեր տեխնացությունը, մեզ ձայն կտան, չգիտեմ, մի քանի հազար հոգի լավագույն դեպքում, հա։ Եթե մենք լինենք իշխանություն, միայն նրա համար, որ մենք իշխանություն ենք, մեզ 100,000-ներով ձայն կտան։ Սա մեկ, եւ սա զուտ հայաստանյան երևույթ է, թող չասեն թե այլ երկրներում էլ կա։ Այլ երկրներում շատ փոքր տոկոսով դա կա։ Երկրորդը իշխանությունը երբևէ Հայաստանում չի փոխվել ընտրություններով։ Երբևէ։ Եվ առավել եւս հիմա, երբ Հայաստանի քաղաքական օրակարգը թելադրվում եւ ղեկավարվում է Անկարայից եւ Բաքվից եւ հետո միայն Մոսկվայից, ուղղակի բացառված է քաղաքական գործընթացների արդյունքում արդար եւ ազգանպաստ իշխանապողություն։ Իշխանապողությունը բացառված չի, որովհետեւ կարող է Անկարան ուզենա այդ իշխանապողությունը անել որոշակի քայլերից հետո, բայց հիմա երբևէ չի ուզի։ Նիկոլ Փաշինյանից ավելի լավին իրենք չեն գտնի իրենց համար։ Ադրբեջանը կարող է դա անել, Ռուսաստանը դա կարող է անել։ Բայց դա չեն անի հիմա եւ կարող են անել այնպիսի մի սցենարով, ինչպես իշխանապողություն արեցին 2008 թվականին։ Մարտիկ խապվեն, էլի կհավատան թե իրենք են անում եւ այլն, բայց իրականում դրա համար ասում ազգանպաստ։ Ինչպես 18-ին երևի ուզում եք ասել։ 18-ին ինչ ասի։ 8 ներողություն 2018-ին, այո, լեզվիս այթակում էր։ Հայաստանում անհնար է այսպիսի ժողովուրդ ունենալով իրականացնել ազգանպաստ իշխանապողություն, անհնար է, բացառված է։ Քաղաքական գործընթացներով փոփոխությունները նույնպես բացառված են։ Այդ ինչ է ակնկալում այս 20 ամսի 20-ի այցելությունից Անկարա, ինչ անսպասելի այցելություններ, անսպասելի չի, շատ սպասելի, բայց ինչն է այդպես շատերի մտահոգում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրի։ Հա, բայց ստորագրելու է, չէ՞ այդ մարտը։ Հիմա Անկարայում կստորագրի, Բաքվում կստորագրի, Մոսկվայում, թե Ջակարտայում, ինչ տարբերություն, թե Երևանում, Կոնդ թաղամասում, ինչ տարբերություն։ Մարտը ստորագրելու է, մարտը հայտարարել է շատ ազնվորեն։ Նիկոլ Փաշինյանը շատ ազնիվ է հիմա գործում։ 20 թվականից հետո ինքը գործում է շատ բաց եւ շատ ազնիվ։ Կարող է բացահայտում է աստիճանաբար իր քայլերը, բայց շատ ազնիվ ասում է ինքը ինչը։ Մարդը հստակ ասել դրել է սեղանին Հայաստանի Թուրքիայացում։ Փաստացի դա է, ես այդպես եմ հասկանում։ Հայաստանի ադրբեջանականացում, Հայաստանի փոխանցում Թուրքիային, հայերի ձուլում թուրքերին։ Եղբայր սա է իր օրակարգը։ Հիմա ինձ չի հետաքրքրում ինքը արդեն Անկարայում ինչ կստորագրի, որքան կտա, Սյունիքը կտա ստորագրությամբ, թե Երևանը էլ հետը կտա, Երևանը տալու է։ Հիմա թե քայլերով կանի, ինչ կանի, մենք ամեն հանգրվանին, ամեն կետին պիտի բորբոքվենք, եթե շատ հանգիստ։ Բայց ինչ անենք այդ դեպքում։ Ես եւ դուք թե ժողովուրդը։ Ժողովուրդը։ Ժողովուրդը ինչ ուզում ես ասա, անելու են ինչ որ անում է, ինքը ունի որոշում, ինքը համաձայն է Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ, եւ թող չասեն չէ, այդպես չի։ Փաս Նիկոլ Փաշինյանը այդ քաղաքական գիծը բացահայտելուց հետո վարչապետ է, վարչապետ է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ստորագրելուց հետո վարչապետ է, վարչապետ է։ Արցախը հանձնելուց հետո վարչապետ է, վարչապետ է։ Քարվաճարը հանձնելուց հետո վարչապետ է, վերջ։ Ուրեմն ժողովուրդը ունի որոշում։ Վերջ։ Մնացածը հեքիաթներ են, արդարացումներ են, ատմասկաներ են։ Կեղտոտ ռուսերեն բառը, որ ես շատ եմ օգտագործում հատուկ նպատակով։ Ատմասկաներ են, կեղտոտ արդարացումներ են, սուտ, սեփական անգործությունը, անբանությունը արդարացնելու բաներ են։ Մեզ էս արեցին, մեզ ստիպում են, մենք չենք կարող, չկա լիդեր։ Սրանք կատարյալ հիմարություններ են, եթե խոսք գնա, ասենք, քաղաքական բարձր գիտակցության մասին։ Նկատի ունեք, որ մեծ մասը ծույլ են։ Ինչ են։ Ծույլ։ Չէ։ Բայց ինչն է ստիպում այդպես համակերպվել։ Հոգեկան մոտեցումը տեսակի խնդիր կա այստեղ եւ որոշման խնդիր կա ելնելով այդ երկու հանգամանքներից հիմնականում։ Այս ժողովուրդը իմ խորին համոզմամբ ունի որոշում
չունենալ հայրենիք, որովհետև հայրենիք ունենալը այստեղ, այս տարածաշրջանում եւ հատկապես այս տեղանքում, այս հայրենիքում պատմական լուրջ ծանրագույն աշխատանք է, որում ժողովուրդը ցույլ են։ Չէ, Խուսափում են աշխատանքից, խուսափում են պատասխանատվությունից։ չէ, զահլա չկա։ Օրինակ մեկը չեմ հիշում քաղաքական բանից, մենք պիտի Չինաստանի հետ հարաբերությունը զարգացնենք, որ Չինաստանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Սա ինչ բան է, Դա բանը ֆանտազիորություն է, բայց Չէ, մի կողմ թողնենք ֆանտազիորությունը, ընդհանրենք էլի այդ փնտրտուքը, որ ինչ որ մեկը պիտի քո փոխարեն, քո անվտանգությունը, քո ընտանիքը պաշտպանի, բայց հանկարծ դու չլինես դա։ Դու չլինես, այո, եւ ֆանտազիաներն էլ մի կողմից, բայց վերադառնամ այդ հիմնական շատ կարևոր թեմային։ Եղբայր, պատմության մեջ եղել ենք սրա տակ, նրա տակ, սրա լծի տակ, նրա լծի տակ, ապրել ենք մի կերպ։ Հա, ջարդել են, բան, ջարդելուց հետո էլի ապրել ենք։ Ինչ կա, էլի կապրենք, սա է մոտեցումը։ Դե հիմա լավ, դե հո չենք հա թշնամի լինելու թուրք։ Դե մեզ ջարդել են, ինչի են ջարդել, որ մենք թուրք չենք դարձել։ Եղբայր, մենք չենք ուզում աշխատել, չենք ուզում պայքարել, չենք ուզում զենք առնել, չենք ուզում զոհեր տալ, չենք ուզում մեր երեխաները գնան զոհվեն այս հայրենիքի համար։ Էդ է թուրքերի ուզածը։ Եկեք դառնանք թուրք։ Դա հիմա ինչ ենք, մենք ինչ ենք տանջում, չեմ հասկանում։ Այս է մոտեցումը իրենց։ Իսկ ես եւ դուք, Գևորգ, շատ տարօրինակ այլ մոլորակային կենդանիներ ենք։ Որովհետև մենք ասում ենք, չէ, ձեր զավակները պիտի գնան զոհվեն այս հայրենիքի համար։ Ու մեզ ասում են, «Էդ ում զավակի հաշվին ես ուզում պահես երկիրը»։ Իմ։ Հա, հենց քո զավակի։ Այդ թվում ես կուզենայի նաև իմ զավակի հաշվին ես երկիրը պահել, բայց էլ չեմ ուզում, որովհետև եթե իրենք չեն ուզում, եթե իրենք որոշել են այս հայրենիքը հանձնել, իմ զավակը այս հայրենիքի համար պիտի չզոհվի, ես էլ պիտի չզոհվեմ։ Ես 2020 թվականին Ամերիկայում էի պատերազմի ժամանակ, արդեն պատրաստվել էի, մտածում էի, հա, հələ հովերով էի, դեռ խակ էի։ Այս աստիճանի չէի ճանաչում իմ ժողովրդին եւ ռեալ իրական պատրաստվել էի եւ գործերս այնտեղ ավարտում էի, որ գամ այստեղ գնամ։ Ստացվեց այնպես, որ հետաձգվեց եւ չկարողացա, չհասցրեցի, հա։ Հիմա շատ ուրախ եմ, որ չեմ գնացել, չեմ զոհվել։ Դուք պատկերացնում եք զոհվեի։ Եվ ասենք հոգիս վերևից նայեր այս ամեն ինչին, եթե այդ բաները կա, ինչ էի ասելու, ես ինչ ապուշ էի, ես գնացի ես ում համար զոհվեցի։ Այս հայրենիքը որոշել են տան, այս զոհվածներին արտահայտություն կա, էշ նահատակ։ Հա, այս զոհվածներին թաղեցին, մոռացան, ուրացան, այդ արյունը լրիվ ջրվեց, նախորդ պատերազմի թափված արյունը զոհողությունները ջրվեց, ուրախ երջանիկ ապրում են, մարդիկ հիմա էլ գնում են դեպի Թուրքիայություն։ Հիմա վերադառնալով ձեր ասացին, եթե կա որոշում ոչինչ չանել, ընդհակառակը լռությամբ աջակցել Նիկոլ Փաշինյանի օրակարգին։ Այստեղ ինչի մասին ենք մենք խոսում։ Անկարայում ինչ կստորագրի, ինձ արդեն բացարձակ չի հետաքրքրում։ Ես գիտեմ այս պատմությունը ինչպես է սկսվել։ Ես գիտեմ ընթացքը եւ ես 100%-ով գիտեմ ինչպես է այս պատմությունը ավարտվելու։ Մի տոկոս կասկած չունեմ նրանում, թե ինչպես է սա ավարտվելու։ Ինչպես տեսել եմ մինչև այսօր եւ իմ տեսածը իրականացել է եւ այդ ասել եմ արձանագրվել է, ծաղրել են, հարցակվել են, ասել են վատատես ես, բայղուշ ես, այն էս, հա։ Այդպես էլ ես հստակ տեսնում եմ ամենավերջին կետը։ Եվ եթե ես գիտեմ, որ այդ վերջին կետը լինելու է, այդ ընթացքում այդ մի քանի կետերը մինչև վերջակետ, ինչպիսին են լինելու, դա բացարձակ կարևոր չի։ Այդքան վերջի հարցը, նրանք ովքեր փորձելու են ամեն դեպքում ինչ-որ ձևով այս ընտրությունների վրա ազդել, ինչ խորհուրդ կտայիք։ Ով է փորձելու ազդել։ Ինչ-որ քաղաքական ուժեր կամ որոնք փորձում են համենայնպես չլինել Նիկոլ Փաշինյանի ճամբարում, փորձում են ինչ-որ ձևով, հələ չգիտենք որքանով են անկեղծ եւ այլն, բայց ենթադրենք անկեղծ են եւ իսկապես ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից եւ նաեւ չլինել Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչ կարող ենք այնց խորհուրդ տալ։ Եթե մի քանի րոպե ժամանակ տակ, որտեվ անչափ կարևոր հարց եք տալիս եւ տալիս եք մի հարց, որը չի հնչում ընդհանրապես եթերում։ Եվ շատ շնորհակալություն այդ հարցի համար եւ հնարավորության համար անդրադառնալու թեմային ասեմ։ Առաջին հերթին որևէ ուժ որևէ բան չի փորձում փոխել Հայաստանում։ Ընդհանրապես Հայաստանում հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամբողջ քաղաքական դաշտը ղեկավարվում, կառավարվում եւ ուղղորդվում է դրսից, ամբողջությամբ դրսից, որտեղ ժողովուրդը ձեռքերը լվացել քաշվել է մի կողմ, ժողովուրդը միայն դակում է, հաստատում է այն, ինչ իրեն մատուցվում է։ Ըստ այդմ իմանալով ժողովրդի որակը եւ ժողովրդի ցանկությունները եւ քիմքի համը, բերանի համը, հայերենով ասած, փաթեթավորում են այդ փաթեթավորմամբ, այդ արհեստական քաղցրավենիքներով խցկում են բերանը եւ կուլ է տրվում մեծ հաջողությամբ, մեծ սիրով, հետո ասում են վայ ստամոքսս խանգարվեց, ուզում են փսխել, չի ստացվում եւ չի ստացվելու, բայց նոր կոնֆետները այդպես ուտում են թունավոր։ Հիմա Հայաստանի քաղաքական դաշտում
ես չեմ հավատում, որ անգամ այն ձևավորվող ուժերը, որոնք ձևավորում են եւ կուլիսներում մենք տեսնում ենք գործընթացներ, եւ այդպիսի գործընթացներ օրինակ իր հերթին նախաձեռնել է ըստ էության Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը դաշնակցությունն է առանձնանում իբրև թե Քոչարյանից։ Շատ կարևոր է խոսել նիկոլական թևի մասին, այսպես կոչված արևմտամետների մասին, որոնք կեղծ արևմտամետներ են, բայց իրականում խորքում իմ համոզմամբ սուբյեկտիվ համոզմամբ թրքամետներ են, որովհետև թուրքական օրակարգեն վերջի վերջո իմ համոզմամբ սուբյեկտիվ համոզմամբ սպասարկում, իրենք փորձելու են անպայմանորեն անցնել խորհրդարան Նիկոլ Փաշինյանի ջանքերով, որպես այլընտրանք իրեն, որպես այսպես, բայց միևնույն է, դա իր թիմն է։ Եվ այս թիմերի մեջ չի կարող լինել նախ ֆինանսներ չունեն իսկական ազգային մարդիկ, իսկ ազգային մարդիկ քաղաքական դեմքերի մակարդակով, պարզ ազգային մարդիկ կան իհարկե, բայց քաղաքական հայտնի դեմքերի առումով, լիդերային պոտենցիալ ունեցող դեմքերի առումով ազգային մարդիկ Հայաստանում եւ հայության մեջ չկան։ Ասեցի առավելագույնը 5, միգուցե 10 քարը-պայթի, 10 հոգի։ Եվ այս մարդկանցից գոնե 80%-ը հետաքրքրված չի այլևս քաղաքականությամբ։ Ես ինքս հետաքրքրված չեմ այլևս քաղաքական, որտեղ ես հասկացել եմ, որ այսօր քաղաքականություն չկա։ Ես ընդհանրապես բոլոր այսպես հեղափոխություն է տեղի ունեցել իմ հետ, այն պահից սկսած, երբ ես ճանաչել եմ իմ ժողովրդին։ Հիմա այս իրավիճակում խորհրդարանական իշխանություններն էլ խորհրդարանական ընտրություններն էլ խիստ անկարևոր են, որովհետև լինելու է այնպես, ինչպես դրսից են ուզում։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները լավագույն մեթոդն են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար իրենց ուզած դասավորումը ապահովելու համար։ Հայաստանում չի կարող լինել որևէ իրական քաղաքական գործընթաց, քաղաքական ստանդարտ գործընթացների միջոցով։ Դա անհնար է, չի կարող լինել։ Հետևաբար ես ոչ հավատում եմ, որ այս իշխանությունը լուրջ պատրաստում է ընտրություններին, ինչպես ասի նախորդի, որովհետև արդյունքը իր համար հայտնի է եւ ինքը ունի բոլոր լծակների իշխանություն մնալու եւ մնալու է իշխանություն։ Եվ ես չեմ հավատում որևէ իրական ընդդիմադիր ուժի ի հայտ գալուն։ Որպես երևույթ ես դրան չեմ հավատում եւ դա բացառում եմ։ Եվ պիտի այս ժողովուրդը, ասում եմ պիտի, բայց գիտեմ, որ չի, հետեւաբար անիմաստ է։ Լավ կլիներ, որ հասկանար, ունակ լիներ հասկանալու, որ եթե այս իրավիճակում, այս վիճակում իր հույսը ընտրություններով իշխանություն փոխել է, հույսը, ապա ինքը կործանված է։ Իշխանությունը կարող է փոխվել Հայաստանում տեսականորեն, այսօրվա դրությամբ, եւ զուտ տեսականորեն, որտեղ պրակտիկորեն այդպես չի լինելու։ Միայն զանգվածային 100,000-անոց համաժողովրդական ցասման եւ փողոց դուրս գալու արդյունքում։ Միայն եւ վճռականության արդյունքում։ Այլ տարբերակ չկա եւ չի լինելու։ Հայք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սերի բարեկամներ, շնորհակալություն։ Մենք հյուրընկալեցինք քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանին, ձեզ հետ էր քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ։